Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը։ Շուրջ 30 օր ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո Մխիթարյանը շուտով կմիանա իր ընտանիքին եւ թիմին։ Մխիթարյանին ոստիկանները բերման են ենթարկել Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումը կանխելիս։ Շիրակի մարզի Մարմաշեն վանքի տարածքում դերասան գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի, հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Գնել Սարգսյանը, ով հայտնի է որպես ՔՊԱ-ական բլոգեր ու մասնակցում է բոլոր այն պատարակներին, որին ներկա է լինում վարչապետ Փաշինյանը, հուլիսի 1-ին գնացել էր Մարմաշենի վանական համալիր, այսպես ասած, բացատրություն պահանջելով հոգևոր հովիվ Տեր Փարենից կատարած գրառման համար։ Հոգևորականը հայտարարել էր, որ մեջբերում նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չի տալու մտնել եկեղեցի։ Գնել Սարգսյանը պատարակից հետո վիճաբանել էր քահանայի հետ, բղավել, հայհոյել ու կադաստրի թուղթ պահանջել։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշում է կայացրել հակակոռուպցիոն դատարանը։ Սամվել Կարապետյանը ներկա է եղել դատական նիստին ու չի ընդունել իրեն մեղսագրվող հանցանքները։ Ազգային բարերարի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում զարմանք է արտահայտել, թե ինչպես է ստացվել, որ դեռ 3 դատական նիստի ընթացքում իշխանական լրատվամիջոցներից մեկը Հայկական ժամանակը դատարանի որոշումը հրապարակել էր։ Ես իսկապես ինձ մոտ հարց է առաջանում, այս ամենը ինչի համար է արվում։ Եթե կարող է պարզապես Հայկական ժամանակ օրաթերթը երեկվա դրությամբ ժամը 18:30 ամբողջ ելքը կանխորոշի, այսինքն այդքան խրթին իրավական հարցերի, բայց մյուս կողմից այդքան պրիմիտիվ անհիմն միջնորդության պայմաններում Հայկական ժամանակը ամբողջը ասի, որ կալանքը պետք է երկարաձգվի, իդեպ զարմանալիորեն նյութի տրամաբանությունը փաստացի 2 ամսվա երկարաձգման մասին էր, ու այդ նյութը ժամը 23:00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի, դատական նիստ ժամանակ ես եւ գործընկերներս բարձրաձայն ենք այդ նյութի մասին, դատավորը արտահայտի իր վրթովմունքը, որ իբր ում տեղն ենք դրել իրեն, ինքը ոնց թե պետքա լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվի, 100-ից 100 կանխատեսումը կատարեց։ Վարդևանյանը անդրադարձել է նաև ՀՑԿՀ մարմնի երեկվա որոշմանը, որով հեծի լիցենզիայից զրկել են Տաշիր կապիտալին։ Փաստաբանը հարցրել է, թե ինչպես է պետությունը պատրաստվում բանակցություններ վարել հեծի սեփականատիրոջ Սամվել Կարապետյանի հետ, երբ ինքը կալանքի տակ է։ Երեկվա դրությամբ մենք ականատես եղանք, որ հեծի լիցենզիան ակնհայտ ապօրինի կերպով դադարեց։ ՀՑԿՀ համապատասխան որոշման մեջ ինչ է ձևակերպվում։ Ասվում է, որ 3 ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն։ 3 ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանակցեն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են ի վերջո պատանդ պահում մարդու։ Սա ինչ վարքագիծ է։ 53 քննիչից բաղկացած խումբը որևէ գործողություն չի իրականացրել այս 5 ամիսների ընթացքում։ Փաստաբանների առերես արձագանության միջնորդությունները մերժել է դատարանը։ Գիտեք, երբ վանից ենք միջնորդում, որ առերեսում կատարվեն։ Մեր միջնորդությունը հետևյալն է. եթե կան անձիկ, ով ցուցմունք են տվել Սամվել Կարապետյանի դեմ, խնդրում ենք բազմիցս միջնորդություններով, որպեսզի կատարվի առերես հարցաքննություն։ Մենք միջնորդությամբ հանդես ենք գալիս, եթե կան այդպիսիք, մենք չունենք, որ կան այդպիսիք։ Բաքվի բանտում ապօրինի պահվող Վիգեն Էուլջեկչյանը 45 օր ընդմիջումից հետո զանգահարել է ընտանիքին ու կարճ զրույց ունեցել, հայտնելով, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է։ Ահա զանգել է փաստաբան Լուսիաննա Մինասյանը։ Էուլջեկչյանը նաև ասել է, որ չի կարողանում քայլել եւ կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվել։ Նրան տարել են բժշկի մոտ, բայց բանտի պահակները նրան դեղորայք չեն տվել։ Վիգենը չի ստանում նաև նորմալ սնունդ, նրան միայն հաց եւ թեյ են տալիս։ Փաստաբանը կոչ է արել, որ այս հարցում անհապաղ միջամտել միջազգային կառույցները, քանի որ Վիգենի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում։ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև Ժնևում կայացած հանդիպումից մոտ 1 ամիս անց Թուրքիայի մայրաքաղաքում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչները։ Հանդիպան ընթացքում քննարկել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը, կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաեւ գործընթացին երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ, հայտնել է Հայաստանի խորհրդարանը։
Վաղարշաբաթի ընտրություններից 2 օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընտրությունների արդյունքներին ու բացատրել, թե ինչու է քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ տարել քաղաքում։ Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ, որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ քաղաքացիական պայմանագիրը կյանքի մասին եւ մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը։ Մարդիկ պարզապես ընտրում են կյանքը եւ իմ համեստ կարծիքով այդպես լինելու է նաեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, որովհետեւ մենք դաժան փորձությունների միջով իրար հետ անցնելով ի վերջո ապոկալիպսիսը թողել ենք անցյալում եւ այսօր ու առջևում միայն կյանքն է։ Հաղթանակ դաշինքի անդամների եւ կողմնակիցների տներում կատարված խուզարկությունից հետո 10 անց ձերբակալվել է, հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը։ Ըստ լրագրողի մի շարք անձանց գաղտնալսել են եւ մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են եւ կապ չունեն նախընտրական գործընթացների հետ։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքի ավականու ընտրությունների ընթացքում ընտրակաշարք ստանալու, տալու եւ ընտրակաշարքի միջնորդության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական բարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ, հայտնել է կոմիտեն ու նշել, որ նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ ՎՏԲ բանկի մասնաճյուղերից մեկի վրա զինված հարձակում կատարած անձը Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը։ Նա Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովանես Բ է, ով նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված։ Տղամարդը հրազենով մտել էր բանկ, պահանջել մոտ 1 միլիարդ դրամ, ու մինչ իրավապահ մարմինները կժամանեին, տղամարդուն հաջողվել էր փախուստի դիմել։ Խոշորվող բերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, իրար են բախվել Mitsubishi եւ Chevrolet Magnishi մեքենաները։ Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, նրա մարմինը գտել են մեքենայից դուրս։ Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների կա 3 կամ 4 վիրավոր։ Բախման հետևանքով Mitsubishi-ն մեջտեղից կիսվել է, իսկ Chevrolet-ը այրվել։ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտյան վաղարշաբաթի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, տունը փլուզվել է։ Փրկարարների օգնությամբ փլատակներից 76-ամյա կինը դուրս է բերվել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պայթյունի հետևանքով տունը ամբողջությամբ փլուզվել է։ Երաշտի ֆոնին Իրանը սկսել է քիմիական մեթոդներ կիրառել արհեստականորեն անձրև առաջացնելու համար։ Արհեստական անձրևը ենթադրում է ինքնաթիռներից կամ ցամաքից քիմիական նյութերի, արծաթի կամ կալիումի յոդիդի ցանքս ամպերի մեջ։ Սա արագացնում է ջրային գոլորշու խտացումը եւ հետագա տեղումները։ Պրոցեսը փորձարկվել է Ուրմիա լճի ավազանում։ Այն Իրանի ամենամեծ լիճն էր, բայց զգալիորեն չորացել է երաշտի հետևանքով։ Իրանի օդերևութաբանական կազմակերպության տվյալներով երկրում այս տարի տեղումները 89%-ով ցածր են միջինից։ 10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող մայրաքաղաք Թեհրանում ջրամբարների ջրի ծավալը նվազել է։ Ավելի վաղ Թեհրանի բնակիչները անձրևի համար միասնական աղոթք էին արել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Մեքսիկայի եւ Կոլումբիայի վրա հարձակումները թմրավաճառների դեմ պայքարի շրջանակներում։ Կոլումբիայում կան կոկայինի գործարաններ, ես կփակեի այդ գործարանները։ Ես չեմ ասում, որ դա անում եմ, բայց ես անձամբ հպարտ կլինեի դա անել, քանի որ մենք միլիոնավոր կյանքեր կփրկեինք այդ քայլով։ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն թմրանյութերի պատճառով կորցնում է 100,000-ավոր մարդկանց, եւ Վաշինգտոնը գիտի թմրավաճառների բոլոր երթուղիներն ու հասցեները։ Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Էմանուել Մակրոնը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չիրականացրած խոստումը Ուկրաինայում պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին։ Նույնիսկ ամենաաննշան ժողովրդավարություններում, որտեղ որոշ տեխնացուներ ասում էին, որ ամեն ինչ կավարտվի 24 ժամվա ընթացքում եւ որ գուցե այլևս չարժե աջակցել Ուկրաինային, իրականության հետ բախվելիս կարող է փոխվել իրավիճակը։ Ավելի վաղ Փարիզի եւ Կիևի միջև համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի 100 Ռաֆայել բազմաֆունկցիոնալ հրթիռներ կտրամադրվեն ուկրաինական ուժերին։
Ռուսաստանի անվտանգության դաշտային ծառայությունը կանխել է երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի դեմ մահափորձը։ Բացահայտված դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, որտեղ հանգչում են Շոյգուի ծնողները։ Գերատեսչության տվյալով Ուկրաինայի անվտանգության ծառայության ստեղծած խումբը տեղադրել է լրտեսական տեսախցիկով ծաղկաման եւ պատրաստել է մեկ այլ ծաղկամանում պայթուցիկ դնել։ Խմբի բոլոր անդամները ձերբակալվել են։ Ավելի վաղ ռուսական ծառայությունը հայտնել էր բացահայտված ահաբեկչական հարձակման մասին, բայց չէր նշել, թե կոնկրետ ով էր թիրախը։ Իտալիայում կանանց դեմ բռնության հետևանքով զոհվածների թիվը միայն 2025 թվականին հասել է 72-ի, ինչը ընդգծում է երկրում բռնությունների մտահոգիչ մակարդակը, թեև նախորդ տարիների համեմատ դեպքերը փոքր-ինչ նվազել են։ Վերլուծաբանները այս խնդիրը կապում են երկրի առաջին կին վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Չնայած Մելոնիի ջանքերին, շատերը կարծում են, որ բռնության կանխարգելման հարցում քիչ բան է արվել։ Մասնավորապես Մելոնիի կառավարությունը պահպանել է հանրային դպրոցներում սեռական դաստիարակության դասավանդման արգելքը, որը փորձագետները համարում են որպես ընտանեկան բռնության կանխարգելման կարևոր միջոց։ Իտալիան Եվրոպայի այն քիչ երկրներից է, որտեղ պարտադիր սեռական դաստիարակությունը չկա։ Մինչդեռ համաշխարհային տնտեսական ֆորումի 2025 թվականի զեկույցում Իտալիան գենդերային բացի հարցերով զբաղեցնում է 148 երկրներից 85-րդ տեղը։ Բացի անվտանգային հարցերից կանայք բախվում են տնտեսական մարտահրավերների, այդ թվում ցածր աշխատավարձների եւ անկայուն աշխատանքի, ինչը նաեւ նպաստում է ծնելիության մակարդակի շարունակական անկմանը։ Չնայած Մելոնիի ավանդական ընտանիքին աջակցելու եւ ծնողական իրավունքներն ընդլայնելու խոստումներին, քննադատներն ընդգծում են մանկական խնամքի հասանելի տարբերակների բացակայությունը։ Աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր մարդիկ միացել են Տոկիոյի ամենամյա Սանտա շքերթին, բարեգործական միջոցներ հավաքելու եւ քաղաքը տոնական տրամադրությամբ լցնելու համար։ Մասնակիցները հագել են Սանտայի ավանդական կարմիր զգեստը եւ քայլել 2.5 կիլոմետր երթուղով։ Իրականում դժվար էր այստեղ հասնել, բայց վերջապես եկանք։ Մենք այստեղ ենք երեխաներին օգնելու։ Դա է իմ առաքելությունը եւ ես այն կկատարեմ։ Առաջին անգամ Ճապոնիայում Սանտայի շքերթը անցկացվել է 2009 թվականին։ Շքերթի շնորհիվ Սուրբ Ծննդյան ավելի քան 1000 նվեր ուղարկվել է երկրի հիվանդանոցներում բուժվող երեխաներին։